Եվ որպես Արցախի հանրապետության ներկայացուցիչ նաև դուք պարոն Երիցյան տեղյակ եք ինչ փուլում է այդ նախընտրական վիճակը Արցախի հանրապետության այս պահի Արցախի հանրապետության նախ Արցախի հանրապետության նախագահի պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրության ուժով, որովհետև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու փաստը ինքնին հանգեցնում է Սամվել Շահրամանյանի լիազորությունները դադարեցնելու, որովհետև Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո սահմանադրության ուժով ազգային ժողովը ընտրել է նախագահ, որպեսզի հանդիսացնի Սամվել Շահրամանյանը։ Այս պահի դրությամբ դեռևս ընտրված նախագահ չկա, իմ տեղեկություններով ազգային ժողովը ընտրելու է, ազգային ժողովի պատգամավորները ընտրելու են նոր նախագահ, որի տվյալները շուտով կհրապարակվեն։ Դրա հետ չի կապում, այս ինչական հարցակումները, որտեղ Նիկոլ Փաշինյանն արդեն բացասական վերաբերվում Ես ավելի շատ այլ բաների հետ եմ կապում, եթե ձեզ վտարանդի կառավարություն ունենալու, վտարանդի նախագահ ունենալու հետ կապված։ Ես չեմ կարծում, ես ավելի շատ այս երևույթը, այսինքն Արցախի հանրապետության նախագահային հարցակնելը, մանավանդ այս պահի դրությամբ հարցակնել այլ երևույթների հետ եմ կապում եւ չեմ բացառում հետագա որևէ գործողություն եւ հենց սա է նպատակը, որ Սամվել Շահրամանյանը հարցակնության է ներկայանում փաստաբանի հետ։ Դե ինչպիսի գործողություններ են ոչ թե չեմ բացառում որ կձերբակալեն, չեմ բացառում որ հետագայում կարող է ինչ որ մտածածին քրեական հետապնդումներ սկսեն Արցախի հանրապետության նախագահի նկատմամբ եւ դրան նպատակը կրկնում եմ ավելի շատ նրան Արցախի հանրապետության նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն է։ Հենց սա է Սամվել Շահրամանյանի, տեսեք, հենց սա չեմ բացառում նաեւ։ Նկատի արտաքին քաղաքականության թե ամեն դեպքում ես չեմ կարծում, որ վտարանդի կառավարության հետ կապված առհասարակ Արցախի հանրապետությունը մշտապես հանդես է եկել վտարանդի կառավարություն ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ։ Սա ընդհանրապես տեսեք, ես միշտ էլ այս օրինակը բերում եմ։ Ադրբեջանը 30 տարի շարունակ պահում է Շուշիի քաղաքապետ, Ադամի քաղաքապետ, եւ դա կոչվում էր արդյոք վտարանդի կառավարություն կամ վտարանդի գործադիր մարմին կամ տեղական ինքնակառավարման վտարանդի մարմին։ Իհարկե ոչ, եւ հենց այս տրամաբանությամբ է առաջնորդում Արցախի հանրապետությունը, Արցախի հանրապետության սահմանադրությունը է սա պահանջում եւ Արցախի հանրապետությունը պետք է ունենա ներկայացություն, չի բացառվում, որ, չգիտեմ, 1 տարի հետո, 2 տարի հետո, 10 կամ 15 տարի հետո Արցախի հանրապետությունը կրկին շարունակի իր գոյությունը, նաեւ տարածքային առումով շարունակի իր գոյությունը եւ բնականաբար պետք է ունենա իշխանություն։ Այդ ինտենսիվացիա դուք նկատում եք, չգիտեմ, Ադրբեջանին պահանջն է կամ Ադրբեջանին հաջողանալու համար են տանում վերում այսպես քննում։ Դուք ասիք որ բանի հետ կապում եք։ Այս պայդրությամբ ես կարծում եմ, որ իմ կարծիքը բացահայտելը կարող է որոշակիորեն վնասել նախաքննության հետեւաբար չեմ բացահայտում։ Պարոն Երիցյան, որպես հանրային ակտիվ, այսպես դիրքորոշում ունեցող նաև անձ, կանդրադառնանք Փաշինյանի վերջին այդ վերահաստատմանը, որ նաև օրերս Երևանի պետական համալսարանում է արել, թե մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն, Արցախը նկատի ունենալով։ Ձեզ համար այս հայտարարությունը ինչպիսին է։ Փաշինյանի հայտարարությունները ճիշտ ասած այնպիսի ինտենսիվությամբ են զարգանում ոչ միայն արդեն դարձել են ոչ միայն հակաարցախյան, այլ նաև հակահայկական պայմանավորված թե եկեղեցու հանդեպ կատարված այս հայտարարությունների հետ, ինչ վերաբերվում է Արցախը կորցնելու, հա մի հատ էլ կմեջբերեք ինչպիսի կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն։ Ավելի լայն հնարավորություններ պետության։ Այսինքն պետությունը տարանջատել հայրենիքից, ես չեմ հասկանում ճիշտ ասած այդ հայտարարության բովանդակությունը, թե ինչ նպատակով է դա կատարվել։ Ես առհասարակ չեմ կիսում հայրենիք եւ պետություն հասկացությունները միմյանցից տարբերելը։ Այս պահի դրությամբ, այսինքն մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ձեռք բերեցինք պետություն։ Խոսքը վերաբերում է Հայաստանի, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մասին, ապա ես չեմ կարող արձանագրել, որ մենք ձեռք ենք բերել պետություն։ Մենք որ նա ձեռք բերված պետությունը օրինակ կարող ենք արձանագրել որևէ մի տարբերություն, որը որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն ունեցել է դեռև չի ունեցել Արցախի հանրապետության գոյության պայմաններում, սակայն ներկայումս ունի։ Ես ցանկանում եմ հասկանալի տարբերությունը որն է, այսինքն Արցախի հանրապետության գոյության պայմաններում Հայաստանի հանրապետությունում ինչն է որ բացակայել է հիմա ներկայդրությամբ կա, որ հայտարարում են, որ ձեռք են բերել պետություն, նույն վտանգի առջև Հայաստանի հանրապետություն ներկայդրությամբ կանգնած է, խաղաղության նույն պայմանագիրի բացակայում է, Ադրբեջանը շարունակում է համարել թշնամի պետություն, այսինքն ինչ տարբերություն, ինչ է փոփոխվել, ես այդպես էլ չեմ հասկանում։ Արցախի հանրապետության կորցնելուն որևէ դրական գնահատական տալը ցանկացած
դրական երանգ հնչեցնել ես համարում եմ անթույլատրելի։ Անգամ եթե դրանով, չգիտեմ, թեկուզ տեղի ունենա անբացատրելի կամ անհավատալի ինչ-որ մի իրողություն։ Պարոն Երիցյան, քանի որ հնարավորություն է ընձեռվել նաև Տիգրան Ուլուբաբյանի գործով ինչ նորություն կա, մյուս ոստիկանների։ Տիգրան Ուլուբաբյանի գործով ես հայտարարել եմ, որ ավազակության գործով դատարանն անթույլատրելի վերաքննիչ դատարանը անթույլատրելի ճանաչեց, ոչ թե անթույլատրելի ճանաչեց, այլ բեկանեց Առաջինացյանի դատարանի կողմից Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու որոշում, այսինքն քննիչի միջնորդությունը մերժվեց։ Այս կապակցությամբ սա շատ կարևոր ձեռքբերում է եւ սա շատ կարևոր հաղթանակ է, սրանով մենք արձանագրում ենք, որ անգամ խուզարկության համար այն ամենաքիչ տվյալները բավարար են, որպեսզի անձի բնակարանում խուզարկություն թույլատրի դատարանը կատարել, ձեռքբերված են ամենաթեթև տվյալները բավարար են խուզարկություն կատարելու համար, սակայն վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ անգամ այդ մակարդակում չկան ձեռքբերված տվյալներ, որպեսզի Տիգրանի բնակարանում կատարվի խուզարկություն։ Հետևաբար մենք սրանից այն, չգիտեմ, ներքին գործերի նախարարի, ինչպես նաև ոստիկանության քննչական կոմիտեի տրված են հայտարարությունները կամ այն երանգային հայտարարությունները, ըստ որի տեսեք խոսքը վերաբերում էր ավազակություն բացահայտելուն, հետևաբար ինչ որտեղ նաև թույլատրելի էր կոշտ կամ բռնի գործողությունները։ Սրանով մենք սա հերքեցինք, Տիգրանը որևէ կապ չուներ այդ ավազակության հետ։ Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին, ապա ինչպես եւ Հայաստանում քննվող մնացած խոշտանգման վարույթները, դա եւս դասական ընթացքում է, այսինքն սառած մեռած որևէ գործողություն չկա։ Միջև այս Տիգրանին խոշտանգման ենթարկված ընդամենը 2 ոստիկանների տվյալներ են պարզվել, որոնք էլ պարզել է պաշտպանության կողմից, այսինքն մենք մեր նախաձեռնությամբ։ Տիգրանը միջև հիմա խնդրում է, ասում է, տարեք ինձ ոստիկանություն, բոլոր ոստիկաններին իմ դեմը տվեք։ Ես կասեմ ով ա եղել ինձ խոշտանգողը։ Իրականացնող մարմինը դա մեր դատաբժշկական լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մեր միջնորդությունը քննիչը մերժեց, որովհետև իսկ ես հիշեցնում եմ նախ որ հիվանդանոցում Տիգրանին ավելի ռեալ եղանակով հետազոտման ենթարկելու ընթացքում արձանագրվել է, որ արկա է Տիգրանի մոտ վնասվածքներ, սակայն դատաբժշկը ընդամենը ակնադիտական եղանակով նրանց դնելով արձանագրել է, որ վնասվածքներ չկան։ Դրանից հետո լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ենթարկելու քննիչը մեր միջնորդությունը մերժել է, մենք անձամբ կրկին հետազոտվել ենք, լրացուցիչ տվյալներ ձեռք բերել, կրկին ներկայացրել քննիչին, սակայն վարույթով որևէ գործողություն տեղի չունի այս պահի։ Դրա տվյալները այս պահի դրությամբ եւս հայտնի չեն, այո, մենք միջնորդել ենք քննիչի նշանակել մի շարք փորձաքննություններ, այդ տնտեսական եւ այլ փորձաքննություններ բարձրելու համար Տիգրանի հագուստի վրա արդյոք արկա են ոստիկանների հետքերը, ինչպես նաեւ այդ թքելու հետևանքով արկա են արդյոք հետքեր, թե ոչ։ Փորձաքննություն իմ տվյալներով մեր ունեցած տվյալներով նշանակվել է, բայց պատասխանը այս պայդրությամբ դեռևս բաց չէ։ Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ այս քննչական կոմիտեից տեղի ունեցած ինչքան էր հափշտակության գումարի չափը։ $90,000 օպերատիվ եղանակներով, տեսակ ինչ եղանակով կարողացան բացահայտել եւ ի վերջո հասկանալ ով է այդ գործությունը կատարողը կամ առհասարակ ովքեր ունեն դրա հետ մասնակցություն։ Սակայն ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած խոշտանգման վարույթով քանի ամիս է, երևի 3-4 ամիս անցել է, մինչև հիմա պարզված չեն անգամ խոշտանգման ենթարկված ոստիկանների տվյալները։ Այդ նույնպիսի գործեր պարոն Մելիքյանը օրինակ հրապարակել է Սամվելի գործով, Լևոն Քոչարյանի գործով, ինչպես Հայաստանում մնացած խոշտանգման վարույթները, Տիգրանի խոշտանգման վարույթը եւս ունենում է իր դասական հետևանք։